Հայաստանը ողջունում է պատմական Անի մայրաքաղաքի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Միջնադարյան հայ մշակույթի կարևորագույն կոթողը գրանցելու հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել էր Թուրքիան։ 21 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ միջազգային կազմակերպությունը հավանություն է տվել հայտին։ Ոչ միայն տիտղոս է կամ կոչում, որը հանրահռչակման տեսանկյունից կարևոր է դարձնում հուշարձանի համար եւ հուշարձանի ճանաչելիությունն է ավելացնում, այլ ինչը մեզ համար ավելի կարևոր է կամ ամենակարևորն է, հուշարձանի պահպանության համար որոշակի երաշխիքներ են ստեղծվում։ Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու հայտը Թուրքիան ներկայացրել է մի քանի տարի առաջ, սակայն առաջին հայտում նշված չէր Անի ծագումն ու դրա հայկականությունը։ Անկարային դիտողություն էր արվել լրացնել հուշարձանի ծագումն ու հայկականությունը։ Վերափոխված հայտն արդեն հիմնականում համապատասխանում է հայկական տեսակետին։ Թուրքական կողմի նախնական ներկայացված հայտը կոչվում էր Անի մշակութային բնապատկեր, cultural landscape of Ani, ինչը մերժվեց, որովհետև այդ պարագայում ոչ թե բնապատկերն էր ներկայացված, այլ զուտ պատմամշակութային հնարավորական հուշարձանը։ Ստամբուլում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին մասնակից երկրներն արտահայտվել են Անիի հայկական լինելու օգտին։ Բացի այդ, հայկական պատվիրակությունը տարածել է Անիի հայկական Բագրատունյաց մայրաքաղաքի պատմության վերաբերյալ գրքույկ, որը ևս ազդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման վրա։ Վարդան Գալստյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։